Ողջույն հարգելի հայրենակիցներ, 2026-ի փետրվարի 23-ն է այսօր։ Այս փեթակը նկարահանել էի դեկտեմբերի 5-ին, ձեզ ցույց էի տվել, որ ինչ-որ ակտիվ էր, բացեցինք, տեսանք, որ մեջը ոչ մի ворթ, ոչ մի ձուտ չկար, եւ սա այնպիսի ցեղատեսակ է, այսինքն խառնված է կարպատկան, խառնվել է մեր այստեղի հայկական կամ կովկասյան ինչ-որ մեղուների հետ, այսինքն մաքուր ցեղատեսակ չի, ինքը ձվարկությունը շուտ է դադարեցնում։ Օգոստոսի 15-ից էս ուրեմն ընտանիքը չէր ձվարկել, ոնց որ ես այն ժամանակ ասեցի եւ ասի, որ դրանք ամենալավ ընտանիքներն են։ Եվ ձվարկությունը մոտ սկսել է ուրեմն հունվարի վերջին։ Հիմա նայենք, տեսնենք 6 ամիս ինչքան է անում, օգոստոսի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր 4, հունվար 5, մոտ 5.5 ամիս ստեղ, այսինքն ворթ ձուտ չի եղել այս փեթակում եւ ըստ շատերի պատկերացման, շատ մեղվապահների, որոնք փորձ չունեն, պետք է այդպիսի փեթակը դուրս չգար։ Ուրեմն այն ժամանակ դու տեսակ սրա ուժը, հիմա էլ նայենք իր ուժը, տեսնենք ինչ վիճակում է ինքը գտնվում։ Ուրեմն գտնվում է 7 շրջանակի վրա, 7 շրջանակի վրա, վերջին շրջանակը համարյա ամբողջովին պատում է, մենակ մի 500 մեղու է պակասում, որ ամբողջովին շրջանակը մեղվով պատված լինի։ Քիչ հով անենք, դուրս չգան։ Տեսնենք ինչ վիճակ է, սա կերա, ուրեմն 7-րդի վրա կերա, 6-րդի վրա իրա պաշարն է, դեպի այն կողմ է ուրեմն որդու ձուն գտնվում։ Ասեմ, որ Դավիթ Հաշենում եմ գտնվում, Երևան քաղաքի, լավ ծաղկափոշի են արդեն, մեղուները բերում են մոտ 5-6 օր։ Ստեղ էլ դեռ փակ ворթ չկա, բայց այն մեկը տեսնում եմ արդեն փակ հասնյակներ։ Համարյա մինչև այս մասը, ստեղ արդեն բաց ворթ է, ուրեմն փակ հարսնյակներ կան, փակ ворթ։ Նոր ծնված մեղուներ կան արդեն շատ, նշանակում է 21 օր եւ ավել ստեղ ձվարկություն է եղել, այսինքն հենց հունվարի սկզբին կամ նույնիսկ հունվարի 25-ին, կներեք, փետրվարի սկզբին կամ հունվարի վերջ ստեղ ձվարկություն է եղել։ Նայեք, փեթակը եթե ուժեղ է լինում, հատակին ահագին մեղու է լինում, ստեղ մեղուները հատակի վրա էլ շատ կան։ Այդ նշանակում է իրանք տենց խնդիր չունեն բունը տակ հասնելու, որ նստել են հատակին։ Հատակը ամենացուրտ տեղն է։ Ընտրեմ ворթ, էնելա ворթ, էսա մայրը, փոքր մայրը, այնպես չի։ Մայրը մի հատ նկարի։ Կարպատկան ուրեմն խառնված մեր տեղական մեղվի հետ, ոնց եք ասում, մեր տեղական մեղու, չնայած մենք տեղական մեղու չունենք, սենց ասեմ ձեզի, հետ տենց պատկերացում է, որ ունենք տեղական մեղու ասելով, հասկանում ենք անհայտ ծագման ինչ-որ մեղուներ, որոնք իբր այս կլիմային ադապտացվել են։ Սա էլ է ворթ, այն վերջինն էլ չեմ ուզում հանեմ, ընդեղ ворթ դժվար է լինի, այսինքն 3 արդեն ворթ կա եւ ծնվող մեղուներ։
դիմացը 3 ամիս կա, մինչև դաշտ գնալու, դուք պատկերացնում եք, սա ինչ հզոր ուրեմն ընտանիք է դառնալու։ Խնդրում եմ տեսանյութի մեկնաբանություններում չգրել, վաճառում ես, դա իմ ամենաչսիրած բանն է։ Վաճառելու լինեի միանգամից կասեի, էլ երբեք այսքան երկար բարակ պատում։ Մեղուներ վաճառելով ես չեմ զբաղվում, դա լինում է հազվագյուտ, երբ որ խիստ ֆինանսական միջոց է պետք, կարող եմ 1-2 հատ վաճառեմ, հիմա այդ ժամանակաշրջանը չի։ Մանավանդ այն պետակները, որոնք հզոր, որոնք իմ մեղուների ապագա բերքն են, ոնց դնեմ ես այդ գործիքը վաճառեմ, այդ միջոցը, գործիք ասելով դուք շատերը մի պատկերացրեք հենց անշունչ գործիքի հետ եմ էլի, շնչավոր այս գործիքը, այս միջոցը, այս կենդանիներին մենք շատ ենք սիրում, որովհետև նրանք մեզ օգուտ են տալիս, որ կասի, որ ինքը սիրում է ոչ թե նրա համար, որ օգուտ է տալիս, այլ թող 5 տարի մեղուն օգուտ չտա, տեսնեմ կսիրեք, չեք սիրի։ Ուրեմն, ես էլ էսպես, ինչի համար ես սա ձեզ ցույց տվեցի, շատերն են խոսում են, կամ մեկը մյուսին խորհուրդ է տալիս, ասում են, սեպտեմբերին մեղուն չձվարկեց, դրա համար էլ սատ կան, չկա նման բան, այ ընկերներ, միլիոն անգամ ասել եմ ձեզի, աշունը ձվարկությունը ամենավատ բանն է, դա մաշացնում է մեղվին, դա քայքայում է ընտանիքը, տիզ է աճացնում, մեղուն ռեսուրսները վեր են ծախսում, այդ ծերանում է եւ գարունը դուրս չի, հնարավոր է դուրս չգա, հենց որ չձվարկող ընտանիքներն են ամենալավ ընտանիքները, իհարկե խոսքս նաեւ նրա մասն է, որ այդ ընտանիքները պետքա տզից բուժված լինեն, եթե դուք օգոստոս ամսին արդեն ինքը չի ձվարկի, մեջը չի եղել փակ ворդ, եւ դուք կատարել եք նորմալ բուժումներ, ապա դա հզոր ընտանիք է մնում, նա չի թուլանում, ինչի թուլանա։ Այդ մեղուները երկարակյաց մեղուներ են, բացի նրանից, որ նրանք այդ մեղուները ուրեմն այդ մեղուները չեն ծերացել ուրեմն ворդ աճացնելու վրա, իրանք երկարակյաց են իրանց գենետիկական ձևով, այսինքն օգոստոսին ծնված մեղուները իրանք գենետիկորեն են երկարակյաց, միայն նրա համար չի, որ քիչ են աշխատում, շատ են աշխատում, ես ձեզ մի հատ հենց հիմա հետաքրքիր գիտական ուսումնասիրություն պատմեմ, ուրեմն գիտնականները փորձ են արել, բռնել են գարնանային մեղվին, այսինքն գարունը ծնված մեղուներին, ուրեմն իմ գնորդներին, որոնք նաև մեղվապահներ չեն, ասեմ, որ մեղուն, ուրեմն երկու ձևի մեղու կա, գարնանային եւ աշնանային, գարնանային մեղուն կարճ է ապրում իր կյանքով 40 օր, իսկ աշնանային մեղուները արդեն ապրում են մինչև 6 ամիս, 7 ամիս, 8 ամիս, հիմա գիտնականները գարնանային մեղվով կերակրել են մայրակատ, կներեք, գարնանային մեղուն բռնել են այնպես են արել, որ քիչ աշխատի, իսկ աշնանային մեղուներին այնպես են արել, որ շատ աշխատի, եւ ի զարմանս շատերի էլի աշնանային մեղուն երկար է ապրել, իսկ գարնանային մեղուն էլի կարճ է ապրել։ Այդ երկարակյացությունը եւ կարճ կյանք ունենալը գենետիկորեն է դրված այդ ժամանակաշրջանում ծնված մեղուների մասին։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։